Մանուկյան։ Պարոն Սիմոնյան, հարցով առիթ եղել է նաև քննարկել ենք, բայց ամեն դեպքում արձանագրելու համար։ Փաստորեն սա այս ազգային ժողովի վերջին նստաշրջանն է եւ այս նստաշրջանով այս ազգային ժողովը ավարտում է իր աշխատանքը։ Այս նստաշրջանում արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել է ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, մենք ունենք մեր դիտողությունները, կարծիքները ներկայացրել ենք, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ազգային ժողով։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն հարցի համար։ Ասեմ, որ ես որքանով գիտեմ, դուք ծանոթացել եք, չէ՞, զեկույցի հետ, եւ բոլոր падգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաեւ գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստի տրամաբանությունն էր անհնար մեծ հաշվով, բայց դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Բայց ինչպես դուք, այնպես է բոլոր դահլիճում ներկա падգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլատվություն, կարող են մոտենալ եւ ծանոթանալ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հարցի համար։ Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող падգամավորներին, ընդդիմադիր падգամավորներին գոնե ծանոթանալ։ Բացի ձեզանից եւ եւս մեկ հոգու որևիցե մեկը չի ծանոթացել։ Դուք դե ասում եմ մի հոգի, երկու հոգի է ծանոթացել։ Դուք գալիս եք ստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու։ Միևնույն ժամանակ ասում եք եկեք դահլիճում։ Մի քիչ կարծում եմ տրամաբանական չէ։ Արձագանք։ Պարոն Սիմոնյան, չասեցի հրապարակային։ Հիմա համարենք այդ զեկույցը կա թե չկա, որովհետև քննիչ հանձնաժողովը, եթե ձևավորում է, եթե պատրաստում է զեկույց, այդ զեկույցը ներկայացում է ազգային ժողովին։ Հիմա փակ նիստում, չգիտեմ, այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է դա։ Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց որպես այդպիսին ներկայացված չի ազգային ժողովին։ Հիմա ծանոթանան թե չէ, երկու հոգին էլ բավական է որ ծանոթանան, որովհետև նկատի ունեցեք, որ որոշ падգամավորներ կան, առնվազն մեր խմբակցությունից, որոնք տարիների շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա այդ իրավունքից զրկված են։ Հիմա եթե դուք ծանոթացել եք այդ զեկույցը կա թե չկա։ Բայց ինչին եք ծանոթացել։ Այսինքն համ ասում եք ծանոթացել եմ, համ եւս 3 падգամավոր ծանոթացել է, համ ասում եք զեկույցը կա թե չկա։ Նորից եմ ասում, դուք խոսեցիք, ես ձեզ չընդհատեցի։ Նորից եմ ասում, այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղին։ Այն փաստը, որ ազգային ժողովի 107 падգամավորները պետք է ծանոթանան, իրողություն է։ Գնացեք առաջին բաժին ծանոթացեք։ Ես չեմ ասում լոկացիայի խնդիր ենք, մենք ստեղ քննարկում, դահլիճը լավն է, լույսը շատ է։ Գնացեք ծանոթացեք։ Ինչի՞ չեք գնացել։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին մեր լրագրողները, մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում սրա մասին խոսելուց։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչ եք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք եթում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է, հետո կնայեմ։ Էսա հա խնդրեմը։ Վերջացրեք այդ բանի շուրջ, այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերող թեմա կա։ Սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել մեծամասնությանս համար ցավոտ է։ Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը, խնդրում եմ։ Գնացեք ծանոթացեք։ Հարցերն ավարտվեցին, հարգելի գործընկերներ, կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար, հիշեցնեմ, մտքերի փոխանակությունը պետք է վերաբերի 11-րդ նստաշրջան